Կոտայքի մարզում տեղի ունեցած 4 մարդու կյանք խլած ծանրագույն դեպքի գործով նոր զարգացում կա։ Մեղադրյալ Թաթևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել։ Ինչպես հայտնում է Փաստինֆոն, կրկնակի դատահոգեբուժական փորձաքննությունից հետո մասնագետների եզրակացությունը չի փոխվել։ Այս պահին Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է բժշկական հսկողությունը։ Դեպքը, որը ցնցեց Կոտայքի մարզը, տեղի էր ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 12-ին։ Քննության տվյալներով, այդ օրը Արամուսի տարածքում տեղի էր ունեցել ողբերգական դեպք, որի հետևանքով զոհվել էր 4 մարդ։ Նախ սպանվել էին դաշտում գտնվող ամուսիններ, իսկ ավելի ուշ ևս մեկ զույգ։ Ըստ գործի նյութերի, դեպքից հետո տղամարդը ձերբակալվել էր, իսկ նրա մոտ հայտնաբերվել էր հրազեն, որը ըստ իրավապահների օգտագործվել էր դեպքի ժամանակ։ Թեև մեղադրանքի կողմը ներկայացրել է ծանր մեղադրանքներ, դատարանում այժմ քննարկվում է նաև մեղադրյալի հոգեկան վիճակի հարցը։ Տուժող կողմի ներկայացուցիչ Գոռ Ալոյանը նշել է, որ իրենց համար կարևոր հարց է, ինչպես կարող էր մարդը, որը նախկինում համարվել է առողջ եւ նույնիսկ տարիներ շարունակ եղել է որսորդական միության անդամ, հետագայում ճանաչվել է անմեղսունակ։ Նրա խոսքով, անմեղսունակությունը մարդուն բնորոշ վիճակ չէ ծննդյան պահից, եւ պետք է բարձել, թե ինչ փուլում եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այդ փոփոխությունը։ Դատական գործընթացի շրջանակում առաջիկայում նախատեսվում է վկաների հարցաքննություն։ Գործը գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Տուժող կողմի ներկայացուցիչը նաև անդրադարձել է մեղադրյալի եւ հարևանների միջև նախկինում եղած հարաբերություններին։ Նրա խոսքով Հովակիմյանը երկար ժամանակ ունեցել է լարված հարաբերություններ շրջապատի որոշ մարդկանց հետ։ Դատարանում, ըստ ներկայացուցչի, Հովակիմյանը նշել է, որ ինքն է կատարել գործողությունները, սակայն իր քայլերը կապել է իր ընկալմամբ գոյություն ունեցած թշնամական հարաբերությունների հետ։ Միևնույն ժամանակ տուժող կողմը նշում է, որ այդ պատկերացումները չեն համապատասխանել իրականությանը։ Հանրային քննարկումների ընթացքում շրջանառվել են նաև տարբեր վարկածներ, կապված մեղադրյալի հնարավոր կապերի կամ այլ հանգամանքների հետ, սակայն տուժող կողմի ներկայացուցիչը նշել է, որ իրենք նման որևէ միջամտություն կամ գործը փակելու փորձ չեն նկատել։ Այս պահին դատարանը շարունակում է ուսումնասիրել գործի հանգամանքները։ Վերջնական գնահատականը պետք է տրվի միայն դատական ամբողջական քննությունից հետո։ Հիշեցնենք, 60-ամյա Թաթևոս Հովակիմյանը ձերբակալվել էր դեպքից հետո եւ տվել էր ցուցմունքներ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ մի քանի հոդվածներով, այդ թվում սպանության եւ զենքի հետ կապված մեղադրանքներով։ Այս գործը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, քանի որ այն կապված է ոչ միայն տեղի ունեցած ողբերգության, այլ նաև այն հարցի հետ, թե ինչ հանգամանքներում կարող է անձի հոգեկան վիճակի վերաբերյալ փոխվել իրավական գնահատականը։ Եթե ունեք կարծիք այս թեմայի վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում, բաժանորդագրվեք մեր ալիքին Հայաստանի կարևոր իրադարձություններին հետևելու համար։